տեղի ունեցել սպանություն ապօրինի զենքով։ Ինքը այնքան հերոյ է իշխանություն ձևավորելու նույնիսկ շանսից, ասեմ, ստորության գագաթնակետն է։ միակ հաղթելու իրատեսական բանը ընտրություններն են, ոնց որ մաթեմը չի բռնում ստեղ։ Այսօր էս հասարակության մոտ որ կա անցալում, որ այդ մարդիկ չպետք է վերադառնան։ Ինչ ուզում ա լինի։ Մի տեսակ տարօրինակ պատասխանատվություն եմ զգում այս բանը ասելուց։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասթն է, շնորհակալություն, որ մեզ դիտում եք YouTube-ում, կարող եք նաև լսել ոդկասթը բոլոր ոդկասթային հարթակներում։ Այսօր մեր հյուրն է Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը եւ արտասովոր շատ պայմաններում ենք, որտեղ տեղի է ունեցել ողբերգություն, նախ ընդունեք ցավակցությունները եւ ընկերներին, ընտանիքին, բոլորին։ Կուզեի մենք փորձենք դեպքը sense հասկանալ երկու հարթության վրա, մասնավոր, կոնկրետ ինչ տեղ ունեցավ Մերձավանում եւ ավելի sense ընդհանուր, ինչի նման դեպքերը կարծես թե շատանում են եւ ինչը այն չի արդարադատության հավանաբար համակարգում, որ բերում է սրանց։ Որ եւ ամենասկզբից չի հետեւել, շատ մինիմալ ինֆորմացիա ունի, գիտենք որ Մերձավանում հաղթել էր Ապրելու երկիր կուսակցությունը, ինչը տես արտասովոր երևույթ էր, հա, համայնքային ընտրություններում ինչ էր տեղի ունեցել միջև ընտրությունները, եթե հակիրճ հնարավոր է պատմել։ Ու նախ դեռևս 2021 թվականին տեղի ունեցող ընտրություններում մենք առաջ տեղն էինք գրավել, բայց բավականին լուրջ խնդիրներ տեղի ունեցավ իրավական, որի արդյունքում ԿՊ-ին հաջողվեց մյուս թիմի հետ, այսպես կոչված կոալիցիա կազմել եւ կառավարել համայնքը։ Մենք դատական ճանապարհով գնացինք, տարբեր միջոցներ ձեռնարկեցինք, չստացվեց, այնուհետև բավականին լուրջ խնդիրներ եղավ այդ նախկին համայնքի ղեկավարների, երկու համայնքի ղեկավար եղավ միջև այդ իրար տենց պայմանավորված 2.5 տարի հետո մյուս համայնքի ղեկավար տարբեր քրեական միջադեպերի մեջ հայտնվեցին, որից հետո ավականին ծրվեց եւ տեղի ունեցան նոր ընտրություններ։ Այս տարվա մարտի 30-ին։ Էլի մեզանից բացի էլի ԿՊ-ն եւ եւս երկու թիմեր մասնակցում, ովքեր էլի այդ ԿՊ-ամերձ շրջանակներն էին, ովքեր այդ նախկինում կառավարել էին ու 57% ձայն հավաքեցին, քանի որ թեև այդ ընթացքում մենք չէինք կառավարում, բայց Վալոդզա Գրիգորյանի գլխավորությամբ միշտ համայնքի խնդիրների եւ զբաղվում էր համայնքի բնակիչների հետ, այսինքն այդ մեկ օրվա հաղթանակ չէր տարիներով իր կատարած աշխատանքների իր թիմի ու ընտրությունների արդյունքներով հաղթանակ արձանագրելուց հետո առաջի օրից Վալոդզյան լծվել էր գործի եւ այս 5 ամսվա ընթացքում իրոք բավականին մեծ աշխատանքներ տարվեց, որովհետեւ դրանից առաջ անընդհատ ինչ որ խնդիրներ կար համայնքի կառավարման մեջ, նույնիսկ լինելով իշխանություն չէին կարողանում նիստեր անել իրանք, այսինքն այդ 3 տարվա մեջ նիստերի մեծ մասը տեղի չէր ունենում, այսինքն այդ խնդիրները փորձարվեց բավականին արագ կարգավորվել եւ այսօր էլ նկատելի է։ Ցավոք կիսատ մնաց այն գաղափարները, երազանքները, այն ծրագրերը, որ ամեն օր Վալոդզյան դրանով էր ապրում։ Միջադեպը առաջին հերթին իր համար եւ բոլորի համար շատ անսպասելի էր, որովհետեւ որևիցե մտահոգություն, որևիցե լարվածություն, նաև ընտրություններից հետո, թեև մենք հաղթել էինք կանդիմություն, բնական է քաղաքական որոշակի լարվածություն միշտ լինում է, հաղթող պարտվողի մեջ, ամեն տեղ ականատես ենք լինում, բայց սկզբունք ուներ նաև եւ իր կարգախոսներ եւ դրանից հետո բոլորի համայնքապետը, այսինքն դա ոչ թե ուղղակի կարգախոս էր, այլ աշխատավոճ էր եւ ավականունիստերի ժամանակ եւ նաեւ համայնքում բնական է բոլորն էլ ինչ որ կարան քաղաքական այլ դիրքորոշում ունենան, բայց նա միշտ ընդառաջ էր գալիս բոլորին անկախ նրանից, այսինքն մեծ համերաշխությամբ, մեծ միասնականությամբ աշխատում էր համայնքում եւ դրա ապացույցներից մեկն էր նաեւ որ նույնիսկ նախկինում ԿՊ-ական բազմաթիվ աշխատակիցներ եւ համայնքապետարանում եւ համայնքային կառույցներում, այդտեղ մանկապարտեզ, մշակույթի սպորտային ակումբներ շարունակել էին աշխատել անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից, որ իր համար նորմալ պրակտիկա իր համար կարևոր էր, որ համերաշխ լինեն, փոքր համայնքը, այսինքն որևէ քաղաքական լարվածություն չլիներ եւ անակնկալ էր, որովհետեւ որևիցե խնդիր ինչ որ մեկի հետ միջանձնային, քաղաքական ինչ որ լարվածություն չէր նկատվում եւ դրանից դեպքից մի քանի օր առաջ էլի միասին էինք համայնքապետարանում քննարկում էինք ծրագրերը, այսինքն իր մոտ ընդհանրապես որևէ մտահոգություն, որ ինչ որ մի խնդիր կարող է ունենա, այդ խնդիրը բերի հասցնի նման վիճակի չկար։ Իսկ այդ վենդետայի վարկածը, որ անընդհատ շրջանառվում է եւ այս օրերին
Այսինքն ենթադրում եմ, որ ինչ որ միջադեպ նախկինում եղել է, չէ՞։ Սա իշխանությունների խայտառակ վարքագիծն է, որը ցավում է, որ այս ողբերգության վրա նման առավել եւս իրապահ մարմինների կողմից նման թեզեր են կառուցվում, որ իրապահ մարմինների գործառույթը այս գործի բացահայտումն է, իսկ թե պատճառները որոնք են, ոչ մեղադրական եզրակացություն կա դատարան ուղարկած, ոչ դատարանում ինչ որ քննություն է ընթանում, 1-2 հոգու ձերբակալում են ու սկսում են հայտարարություններ անել։ Փետրվար ամսին Մերձավանում ինչ-որ միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում այդ միջադեպի այդ անկարգությունների արդյունքում ինչ-որ կրակոցներից մարդ էր մահացել։ Դրանից հետո տեղի ունեցան ձերբակալություններ, այդ թվում այս պահին արդեն գործը դատարանում է, որի շրջանակներում կա նաև մեղադրանք առաջադրված ինչ-որ անձի սպանության հատկանիշներով եւ 1 տասնյակից ավել մարդկանց նկատմամբ կա մեղադրանք ուղղակի անկարգությունների խուլիգանություն հոդվածով, որ ուղղակի տեղ են եղել ինչ-որ հայոյանքներ, վիճաբանություն, հա, գորգռոց եւ այլն։ Որոնց շրջանակներում նաև բոլորովին անհիմն ձերբակալվել էր Վալոդյա Գրիգորյանի եղբայրը, դա տեղի ունեցավ ընտրություններից օրեր առաջ, որի կապակցությամբ նաև Վալոդյան այդ հայտարարություն արել, որ սա բացառապես ընտրություններից առաջ իր քաղաքական գործունեության նկատմամբ ճնշման դրսևորում է եւ իր եղբայրը որովիցե առնչություն չունի այդ միջադեպին եւ ձերբակալվելուց հետո նաև կալանավորվեց, բայց ընտրություններից հետո խափանման միջոցը փոխվել էր եւ տնային կալանք էր, այսինքն ինչի համար է կարևոր, որ որևիցե առնչություն բազմիցս նաև Ալուձյանները առիթ ունեցել այդ մասին խոսելու այդ նախընտրական շրջանում, իր եղբայրը որևիցե առնչություն չունի, իհարկե դատարանի վճիռ չկա, բայց քննչական կոմիտեի կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մեջ կոնկրետ այլ անձի է մեղադրանք ներկայացվել սպանության գործով, այսինքն Վալոդյա Գրիգորյանը եւ նրա եղբայրը չունենալով որևէ առնչություն այդ միջադեպի հետ, չկա որևէ տրամաբանություն, որ կարող է գործ ունենալ ինչ որ վենդետայի հետ, ընդ որում իր գալով այս դեպքին, երբ առաջին այդ սպանվածի եղբայրը ձերբակալվեց, միանգամից ժամեր անց ներքին գործերի նախարարությունը այդ իրենց լրատվական պետի կողմից հայտարարեց, որ սա այդ փետրվարյան դեպքերի շարունակությունն է, հիմա մենք բացահայտել ենք այս սպանություն կատարող անձին, որը նախկինում սպանվածի եղբայրն էր։ Հետո արդեն մի քանի ժամ անց, այսինքն արդեն հաջորդ օրը գիշերը ձերբակալվում է այլ անձ, որը ընդունում է, որ ինքնասպանություն կատարել եւ փաստորեն այն անձը, որ ձերբակալվել էր առաջի օրը, որի հիման վրա է կառուցված այդ վենդետայի թեզը, հերքվեց նաև հենց իրապահ մարմինների կողմից, որ սպանություն կատարող անձը ու առնվազն որ ընդունել է, որ ինքնասպանություն կատարել։ Իրան կապ չունեն, հա, որտեղ նաև ինչ-որ պատվերի վարկած էր։ Այս պահին մեր ունեցած ինֆորմացիան նա ինչ որ կա, հիմա մենք կարծում ենք, որ ել եմ ասում հաշվառները, որ Վալոդյան որևիցե խնդիր, որևիցե միջադեպի մասնակից չի եղել, միայն ասել, որ այս անձն է սպանել իր մոտիվացիայից դրդապատճառներից ելնելով մեր համար բավականին մտահոգիչ է եւ մենք կարծում ենք, որ կարող են լինել նաեւ այլ կազմակերպիչներ, պատվիրատուներ եւ իրապահ մարմինները մեծ անելիք ունեն այս գործում։ Okay, եկեք մի հատ մի քայլ հետ անենք, հասկանանք, որ ինչ հնարավորություններ, հա, վարկածներ կան, մեկը սոցիալականն է ու տենց օթի մեջ կա նաև քաղաքական վարկածը։ Սոցիալականը, որը հայկական իրականության մեջ տենց բացառություն չի, մենք գիտենք, որ Հայաստանում տարածված է, հա, տենց միջազգային կոնֆլիկտները, ինչ որ փոքր բանից մի կաթիլ մեղրից շատ ավելի վատ ողբերգական հանգամանքների ես վերջերս հիշեցի անցած տարվա Սպիտակի դեպքերը, կարծեմ Սպիտակում էր ինչ որ ընկերուհուն թարցնելու համար ինչ որ մեկը մյուսին դանակահարեց ու այդ մեր իրականության հայկական կոնտեքստում այդ մասը, որ թյուրիմացության պատճառով դա կարա վերաճի ինչ որ ավելի մեծ կոնֆլիկտի եւ ի վերջո ստանա ողբերգական հանգուցալուծում։ Այդ այնա ինչ որ կարծես իրավապահները եւս այդ վարկածն են առաջ քաշում ու այստեղ sense հարց այդ ձերբակալվածները ձեր կարծիքով
կապ ունեն, թե կապ չունեն սպանության հետ, այդ այնտեղ այրված շորերն են, զենքն են գտել, ինչ որ տեսագրություններ, որ այդ մարդը մի ամիս գնացել է, ստուգել է այդ տեղը, բան, այսինքն այդ մարդիկ ինչ որ պատճառ պետք է ունենային, արդյոք մենք կարծում ենք, որ ոչ մի կոնֆլիկտ միջանձնային խնդիր դժվար թե լիներ այնտեղ, դա այն վարկածով իրապահներ տանում են, արդյոք լիովին անհիմն է ձեր կարծիքով սոցիալական բանը, ու մյուսը քաղաքականն է, ինչքանով է հավանական, որ քաղաքական օպոնենտները, դե օպոնենտը ով է քաղաքական իշխանությունը, հա, ենթադրաբար, ինչքանով է տրամաբանական, որ իշխանությունը նման գործելավոճով ինքը իրան վնասի, էլի, որովհետև սա մի տեսակ անտրամաբանական է, ընդհակառակը ոնց որ մեկը պատստավկան է, նույնիսկ եթե ինչ որ, չգիտեմ, եթե ես Նարեկի հետ խնդիր ունեմ, տենց բացահայտ խնդիր ունեմ ու Նարեկի մի բան ալնում, պարզա որ ես պետք է լինեմ կասկածվողը։ Այսինքն անտրամաբանական է, որ իշխանությունը տենց բացահայտ տերորի դիմեր, այսպես ասած։ Հիմա այս երկու վարկածների բալանսը հասկանանք, որն ավելի հավանական, քաղաքական, թե միջանձնային սոցիալական ձեր կարծիքով։ Նախ իրավական գնահատական զերծ կմնամ տալ այս պահին, քանի որ դա իրավապահների խնդիրն է, նաև իմ կարգավիճակը հաշվանում չեմ էլ ուզում որևիցե ձևով ազդեմ կամ ինչ-որ հանրային կարծիք ձևավորեմ, ընդ որում նաև այս թեման ընդհանրապես մեր կողմից որևիցե քաղաքականացնելու, որևիցե վարկածների վրա ինչ-որ սևեռվելու նպատակ չենք հետապնդել հենց առաջի պահից, մեզ համար սա անձնական ընկերական իշխանությանը մեղադրեցիք էլի ամեն դեպքում։ Չէ, երբ որ իշխանությունն է սկսում, այս process-ը սկսվել է իշխանության կողմից։ Մենք բացառապես արձանագրել ենք մեր ողբերգությունը եւ հույս ենք հայտնել, որ իրավապահները պրոֆեսիոնալ ճանապարհով կբացահայտեն։ Բայց որ առաջին օրից սկսում են իրավապահ մարմինները ընդհանրապես ձերբակալությունից ժամեր անց ինչ որ արդեն հստակ ներկայացնել, որ սպանությունը բացահայտված է, հիմա մենք այո ստիպված ենք ցուցաբերել մեր մտահոգությունները, որ այդ սպանությունը բացահայտված չէ։ Սպանությունը երբ որ կբացահայտվի, այդ բացահայտման վերաբերյալ մենք կտանք մեր դիրքորոշումը, հետեւաբար հերթական անգամ հորդորում եմ, որ իշխանությունները թողեն այս գործը իրավապահներին եւ ոչ թե սկսեն իրավապահել, առաջին հերթին նաեւ իրավապահները սկսում են տալ քաղաքական գնահատականներ։ Այսինքն նույն այսօր քննչական կոմիտեն ոստիկանություն դատանի գործառույթ է անում։ Այսինքն ասում է բացահայտված է։ Ընդհանրապես սպանության բացահայտումը չի նշանակում սպանություն կատարող անձի բացահայտում, չէ՞, այդ միայն այն դեպքում է լինում, որ պայմանական ինչ-որ մոտ միջադեպ լինի փողոցում, մի ամիտ ինչ-որ հա մեկը պատահական կրակի ինչ-որ մեկին, ասենք մահանա, այդտեղ հա կարելի է, չէ, արձանագրել այդ դրվագը, որը դա հիմա մահացել է, տեսան ով էր սպանողը, բացահայտվեց։ Բայց երբ որ այդպես կազմակերպված գնում են, հա, նաև սպասում են կրակահերթ, նաև այդ զենքը որտեղից է։ Հետևաբար այդ տեսանկյունից իրավապահների գործողությունները դեռ նախնական փուլում են, ես չեմ ասում իրենք սխալ ճանապարհով են գնում, ես կարծում եմ, որ այո, դեռ մեծ աշխատանք ունեն անելու։ Ինչ վերաբերում է այդ առաջին կոմպոնենտին, հա, Վալոձա Գրիգորյանի մտերիմ ընկերն էր ու մեր հարաբերությունները քաղաքական հարթության մեջ չէր միայն, հետեւաբար ես տեղյակ էի ցանկացած միջադեպերին, այդ ես վստահեցնում եմ, որ որևիցե խնդիր չկար։ Կոնֆլիկտ, այսինքն իր մոտ ոչ կոնֆլիկտ կար, ոչ մտահոգություն կար, նույնիսկ բազմիցս խոսում ենք, հա, որ ասենք նույն այդ ԿՊԱ-ականները պարտությունից հետո ոնց են իրենց դրսևորում, ասում են հանգիստ, որևիցե խնդիր չկա։ Այսինքն որից է միջադեպ, միջնորդավորված, ուղղակի, անուղղակի, հա, որ ասենք նկատեր, որ ինքը որ ինչ որ կարա լարվածություն լինի։ Այսինքն եւ քանի որ պարբերաբար շփվում էր, հա, այսինքն անընդհատ բնակիչների հետ եւ համայնքապետը անում դրսում, հա, տարբեր քաղաքական դիրքորոշման մարդկանց հետ նման դեպք մենք չենք տեսել, այսինքն որ ասեմ ինքը ուներ անձնական որևէ խնդիր, նաև իր նույնիսկ ասենց ասեմ, չեր թաքցնի, որովհետև իր վարքագիծը, հա, հանգիստ, ուրախ, միշտ անընդհատ երթորներ, առաջիկա օրերին բարակար համայնքի տոններ տրամադրված, դրաներ պատրաստվում, քննարկում ենք ավելի երկարաժամկետ ծրագրեր համայնքի 26 թվականի ընտրությունների մասին մեծ պատկերացումներ քննարկումներ ենք, այսինքն իր վարքագիծը նրա մասին էր, որ լարվածության որևէ նշույլ իր մոտ չկար ու չեր նկատվում նույնիսկ եթե թաքցներ։ Ինչ վերաբերում է քաղաքականին։ Մենք հակված չենք ասել այն, որ սա քաղաքական պատվեր է կամ քաղաքական սպանություն է։ Բայց առնվազն որ
քաղաքական որոշ շրջանակներ, խոսքը չի վերաբերվում բարձրագույն իշխանության մասին, հա, թեկուզ լոկալ, որովհետև նախորդ, եթե առավել եւս հիմա է որ իշխանությունը այդ նախորդ միջադեպի հետ է, հա, կապում, բայց նախորդ միջադեպը տեղեր ունեցել ՔՊ-ական նախկին Մերձավանի գյուղապետի տանը, այդ սպանվածը նրա բարեկամն էր, այսինքն այդ տեսանկյունից իշխանության լոկալ մակարդակի հետ որոշակի առնչություն, որ այս միջադեպը կարող է ունենալ, իրավապահները պետք է քննության ենթարկեն։ Այսինքն մենք չենք ասում, որ ինքը քաղաքական պատվեր էր, բայց որ որոշակի շրջանակներ փառաքարում եւ հնարավոր է մարզում որոշակի քաղաքական կարգավիճակ ունեն, այդ տեսանկյունից այդ մակարդակում, որ մենք ասում ենք, որ սպանությունը դեռևս բացահայտված չէ, իրավապահ մարմինները լուրջ անելիք ունեն։ Նաև տնտեսական մասից թվում է շատ ուշադիր նայեն, որովհետև Երևանին մոտ համայնք է եւ հիմնականում համայնքներն, որ այս վերջերս վիճաբանություններ sense եւ կամ նաև ինչ որ կրակոցներ լինում են, կապված են լինում ինչ որ հողերի հետ, մեկ ուզում է սեփականաշնորհի, ինչ որ համայնքը թույլատվություն չի տալիս կամ ձգձգում է կամ ինչ որ այս sense process որևիցե կար, որովհետև հիմա մանավանդ շատ են կառուցում Փարաքյանում Գիտեք, իշ կարելի է ցանկացած վարկած, հա, քննարկել, բայց զուտ եթե աշխատանքային ասեմ, Վալոդա Գրիգորյանի օրոք հողերի որևէ աճուրդ, որևէ բան, այդ process-ը կանգնել էր, որ մի հատ ինքը քանի որ դեռ ընդամենը մի քանի ամիս էր, մի հատ ընդհանուր պատկերը հասկանար, ընդհանրապես համայնքը ոնց է զարգանում, որ հատվածներում, այսինքն, որ ասեմ, ինչ որ աճուրդ էր եղել, ինչ որ մեկը մասնակցել էր, մյուսը վիճել էր, նման գործառույթներ չէր իրականացվել իր կառավարման օրոք։ Լավ լուր զիգզագասեր հայության համար հոկտեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 2-ը Bosch խոհանոցային ներկառուցվող տեխնիկան եւ մանր խոհանոցային տեխնիկան կվաճառվեն զեղչերով։ Այս հրաշք ակցիայից կարող եք օգտվել ինչպես զիգզագի բոլոր վաճառասրահներից, այնպես էլ Bosch Experience Center-ից։ Մինչև հոկտեմբերի 31-ը 50,000-ից ավել գնում կատարողները կկարողանան մասնակցել գալիք խաղարկությանը եւ հնարավորություն կունենան ստանալու 25 զիլ շահումներից մեկը։ Մանրամասները լինքով։ Հավատդ գալիս է, բայց որ զիգզագը 30 տարեկան է։ Բացարձակ չէ։ Կարծես երեք էր որ եկա զիգզագ PlayStation 1 առնելու։ Ապրիլյան գեղեցիկ օրեր։ Վերջինն էր մնացել։ Մոտեցա որ կասայից փողերով առնեմ, մեկ էլ մի հատ լկստված լակոտ, ասեց ես արդեն առել եմ։ Ոնց է դու ես։ Լկստված լակոտ։ Լացկան երեխա։ Լավ, վերջ, պետքա սկսենք։ Մի տեսակ տարօրինակ չի, իրանց ծնունդին իրանք են նվերներ անում։ Այդքան սիրում են իրենց հաճախորդներին ու շահելու հնարավորություն են տալիս։ Դու քո ծնունդին ինձ շահելու հնարավորություն կտայիր։ Ես քեզ այդքան չեմ սիրում։ Զիգզագի 31-ի արդիվ մինչև հոկտեմբերի 31-ը արի 25 զիլ շահումների հետևից։ Խոսացիք լոկալ քաղաքական իր կոնտեքստի մասին, բայց մի հատ գլոբալից սկսենք։ Կար որևէ գործընթաց, որի մեջ ինքը մասնակցում էր, որ տենց կոնկրետ խանգարում էր իշխանություններին, տենց ընդհանուր առմամբ, տենց ինչ-որ կոկորտին կանգնել էր ՔՊ-ի կամ չգիտեմ, տենց ընդհանուր առմամբ երկրի կառավարման բանի, որտեղ դա, կողքից քիչ հավանական է, էլի թվում, ու եթե չէ, իրոք որ լոկալն է, կարծես մնում, այսինքն իսկ լոկալում քաղաքականը ու սոցիալականը շատ միահյուսված են, կարելի է ասել։ Այսինքն այնտեղ նույն քո հարևանը կարա լինի այս կամ այն ուժի ներկայացուցիչ ու ուղղակի լավ կամ վատ հարաբերությունների մեջ եղած մարդ, այնտեղ մի քիչ լեղոզված է այդ բանը։ Ասեք, ես այնպես հակված չեմ միշտ, որ կան, չէ, երկու ծայրահեղություններ կա, ցանկացած երևույթ է, իշխանությունը sense ծայրահեղացնում, որ այն ամեն ինչ sense շատ լավ է, հա, հրաշք է, ընդդիմությունն էլ sense որոշ շրջանակներ ընդդիմության ծայրահեղացնում, վերջը, այս երկիրը կործանվեց, վաղ
այսինքն մենք հակված չենք տենց ամեն ինչ ծայրահեղ նայել, այսինքն հիմա սրա շրջանակներում մենք չենք գնում այն վարկածով ծայրահեղացնել, որ այս ասած բացառիկ լրիվ քաղաքական, հա, ամենաբարձր մակարդակով ինչ որ քաղաքական խնդիրեր, ու ոչ էլ հակված ենք նրան, որ որևիցե ասենք ամեն ինչ բացառված է զուտ, ասենք կենցաղային, միջանձնային, ոնց ցավոք Հայաստանում երբեմն նման դեպքեր են լինում, էլի։ Դիմակով այտենց նախապատրաստված։ Այսինքն այդ տեսանկյունից ելեմ ասում տարբեր վարկածներ կան, տարբեր մտահոգություններ կան, այս պահին չունենք մենք հստակ պատկեր, հա, որովհետեւ ելեմ ասում, քանի որ սա մեր համար անսպասելի է, դեռ ստեղ իրապահ մարմինների աշխատանքն է շատ կարևոր։ Այսինքն չկար, որ ասեմ, ասենց ինչ որ մի հատ ուղղություն կար, որ ասե, այստեղից մի հատ մենք վտանգ էինք տեսնում, հա, թեկուզ ձեր ասած լոկալ մակարդակում կամ ինչ որ մտահոգություն կար այս հարթության մեջ, այս գործառույթների շրջանակներում չկար։ Մեր համար բացառիկ անսպասելի է եղել։ Հետևաբար ցանկացած բան զուտ կարա լինի անձնական ենթադրությունների, մտքերի շրջանակներում, հա, դրա համար եմ ասում, իրապահ մարմինները մեծ գործ ունեն, բայց այդտեղ շատ կարևոր է, էլի մենք հիմա խոսում ենք այս դեպքի բացահայտման, բայց նաև կանխարգելման մասով այդտեղ իշխանությունները մեծ բաց թողում ունեն։ Ահա, որովհետև նման բաները տեղի են ունենում, երբ որ արդարությունը այդպես ավանդական ինստիտուցիոնալ ճանապարհներով չի լինում, եւ մարդիկ ինչ որ սամասուտ են։ Ընվում խոսքը մեն արդարության մասին չի, այստեղ խնդիրը նա է, եկեք հասկանանք շատ կարևոր բան։ Տեղի ունեցել սպանություն ապօրինի զենքով, ավտոմատով։ Ընդ որում ամիսներ առաջ պատերազմից հետո իրապահ մարմինների կողմից եղավ պաշտոնական հայտարարություն, որ թե չեմ սխալում առնվազն 13000 ավտոմատ Արցախյան վերջի պատերազմից չկա։ Իսկն առնվազն դեռ այս պատերազմից այդքան ու այս դեպքից հետո ուղղակի մի քննարկում ենք թիմում, մեկ էլ քրեական օրենսգիրքը բացեցի այդ ապօրինի զենք ունենալը, հա։ Բազմա ապօրինի զենք ունենալու պատժամիջոցը սկսում է 20000 դրամ տուգանքից, այն վատագույն ծայրահեղ դեպքում հասնում է կարող 1-ից 2 տարի։ Եկեք, երբ որ քրեական օրենսգրքում կան հանցագործություններ, ինչ որ տես մեղ պատիժներ, այն հանցագործությունները, որոնք Հայաստանում չեն կատարվում, չէ՞, ասենք, բայց դա քրեական օրենսգիրքա ունես, չէ՞, կարող է մի քանի 100 հոդված կա, հա, մի քանի 100 հոդված կա, դա կարող է այդ հանցագործություն կա 1 տարի, 2 տարի լինի, բայց ասենք մեր հասարակությանը, մեր պետությանը բնորոշ չի այդ հանցագործությունները, բայց դա քրեական օրենսգիրքը պետք է ունենաս։ Բայց երբ որ քո երկրում 10-15000 ապօրինի զենք է շրջանառվում, նշանակում է ինքը քո համար պոտենցիալ ամենամեծ հանցագործությունները, այսինքն այս բանը դու ասես 15000 ապօրինի զենք կա, նշանակում է 15000 հանցագործություն կա Հայաստանում, չբացահայտված, չէ՞, որովհետև այդ ապօրինի զենքը ինչ որ կա։ Երբ որ դու այդ պատժամիջոցը չես խստացնում, անընդհատ տեսնում ենք, չէ, այսօր ես չեմ կարծում, որ Հայաստանում օրինական զենքով սպանություններ են լինում, կարող է 1000-ից մի դրվագ լինի, հա, տես պարգևատրված զենք կամ տես ծայրահեղ դեպքում ինչ որ Իդեպ պարգևատրվածը ոնց որ ինչ-որ խստացրել էին, հետ էին հավաքում։ Հա, այդ պարգևատրված զենքերի այդ մասը արեցին, հա, բայց այն որոնք պարգևատրված զենք ունեցողներին անուն ազգանունը բոլորը գիտեն։ Հա, ու 300 անցնում, չգիտեմ։ Այդ մասով կա, այն որոնք պարգևատրված զենքերն էլ ավտոմատ չեն, հա, ատրճանակ են եւ ասենք նաեւ այդ հանցագործությունները շատ ավելի քիչ է հնարավոր, ավելի քիչ վնաս կարող է ստալ, հա, մեկ կրակոցով ենթադրենք, հա, քան ավտոմատով մի քանի վայրկյանում մի քանի հոգու սպանում ես, այսինքն որ դու ապօրինի զենքի նման ծավալներ կա, ու իրապահ համակարգը այդ ուղղությամբ աշխատանքներ չի տանում, ընդ որում լոկալ մակարդակում փոքր գյուղերում առավել եւս, չէ, այսինքն իրապահ մարմինները շատ լավ տիրապետում են, չէ, հնարավոր քրեածին վարկագիծ ունեցող անձանց շրջանակը։ Իսկն ցանկացած գյուղում պայմանական ասած, եթե ասենք 100 ընտանիք է ապրում, իրենք գիտեն, որ ամենահավանական 10 ընտանիքով է, որ կարող է մոտա ապօրինի զենք լինի, այդ ուղղությամբ աշխատանքներ չի արվում։ Չի արվում, երբ որ դու դնես այսօր ապօրինի զենքի պահելու պատիժը դնես առնվազն 10-15 տարի, լիքը մարդ վստահ եմ, հիմա այդ մարդիկ ասում են, լավ, հիմա մարդս գտան, տենց մի բան կանենք, էլի, հա, ասենք կտանենք, հա, էլի, չենք, բայց եթե մարդու մոտ մտահոգություն կա, որ ինքը կարող է ապօրինի զենք գան գտնելու 15 տարի դատվի, ես վստահ եմ, որ հազարավոր մարդիկ ուղղակի տանելու են հանձնեն։ Այսինքն այստեղ լուրջ խնդիրներ կա, էլի, որովհետև երբ որ տենց իրապահներ ասում են, դե մենք գիտեինք այնտեղ մտահոգություններ կար, կանխարգելիչ քայլերը ինչ էր, հա, ես էլ բազմիցս տեսել եմ, ինչ որ պարեկներ են, տենց հա մի երկու անգամ են, որ բոլոր գյուղերում կարող է իրենց մեքենաներով տենց պատտվեն գյուղի մեջ, այդ իրենց կանխարգելիչ աշխատանքներն
Իսկն հանցագործությունների բացահայտման առավել եւս փոքր բնակավայրերում մեծ պոտենցիալ ունի իրավապահ համակարգը, բայց իրավապահ համակարգը միշտ, չգիտեմ հիմա ինչով է զբաղվում, առնվազն քաղաքական գործառույթները ավելի մեծ է իրավապահ համակարգի, քան հանցագործությունների ոչ թե բացահայտման։ Իրավապահ համակարգի գործը նաև կանխարգելումը պետք է լինի, պետք չի հանցագործություն լինի, հետո տանես մարդուն դատես։ Չէ՞ թե կանխարգելիչ գործառույթներ, այդ ինչի են օրինակ հակվածանույն այսօր դեռահասների մոտ թմրանյութերի էս խայտարակ տարածումը, ելի այդ թմրանյութերի տարածման համար լի շատ փոքր պատժամիջոցներ են, որ արդեն նաև դեռահասերը սկսած են թմրանյութեր բաժանելով են որ թաքցնում, Telegram-ով գնում վերցնում են, բարձում է մի քանի էլի տուգանքի չափով պատժամիջոցներ են։ Ու երբ որ այդ մթնոլորտն է տեղի ունենում Հայաստանում, հա, դեռահասների մոտ թմրանյութեր, ապօրինի զենքեր, այդ միջավայրում հանցագործությունների հավանականությունը ավելի բարձր է, իհարկե ավելի բարձր է։ Մենք երեք դրա մասին վիճում ենք ամեր հատուկ Patreon-ների համար թողարկման մեջ։ Սերգեյ ասում էր, որ մենք ավելի կողմնապահություն ունենք այսօրվա կատարողը ավելի մոտ զգալ եւ ավելի շատ նկատել, քան 3 տարի առաջ բանը տեղի ունեցածը։ Ես էլ այն կարծիքին եմ հակված, որ չէ, կրիմինալ իրավիճակը տենց վատթարացել է, մանավանդ հենց նույն Վոլոդյա Գրիգորյանի դեպքի մի քանի օրերի շարավիղով էլի ինչ որ նման դեպքեր են տեղ ունեցել։ Դուք ո՞նց եք զգում ընդհանրապես մենք ունենք իսկապես տենց աղագնացող աճ, թե ուղղակի հիմա ավելի զգայուն ենք։ Երբ որ նայում ենք հա պաշտոնական վիճակագրությունը, տենց սպանությունների դեպքերը, որ ասենք տես պատիկներով աճել է, չէ։ Տենց ոնց որ կարծեմ տարեկան տենց միջև 50 սպանության շրջանակներում է լինում։ Բայց ընդհանուր էս քրեածին մթնոլորտը շարունակում է մնալ բավականին մտահոգիչ, այսինքն չի նշանակում, որ լավ, եթե 3 տարի առաջվա համեմատ մեծ կտրուկ աճ չկա, ուրեմն նորմալ, 3 տարի առաջ էլ էր վատ, կարող է 10 տարի առաջ էլ էր վատ։ Ավելի լավ է տիրապետում այս ինֆորմացիոն հոսքերի արագության մեջ, բնական է կարող է 3 տարի առաջվա դեպքը կամ ցավոք մի քանի ամիս առաջվա դեպքը, եթե ինչ-որ թարմացում չլինի, մոռացության մատնվի այնքան է մարդկանց ինֆորմացիոն հոսքերը արագած են։ Բայց այդ ուղղությամբ, որ քրեական խնդիրները ավելի ցայտուն են դրսևորվում, կարծում եմ կա, որովհետև նաև միայն սպանության դեպքերը, չէ, այդ միջադեպեր, խնդիրներ, հա, սպանության փորձեր, թմրանյութերի տարածում, այդ ամեն ինչը բավականին մտահոգիչ է ու կարող է այս պահին տենց շատ, ասում եմ նախորդ տարիների համեմատ պատիկներով չի աճել, բայց ինքը ստեղծվել է մի հատ ոնց ասենք, ինչ-որ բազա, հա, որը կարող է մի օր ավելի մեծ պայթուններ առաջացնի։ Այստեղ շատ մտահոգիչ է, որը առնվազն տեսնում ենք այդ դեռահասների մոտ, որոնք նոր են կյանք մտնում։ Այսինքն այդ մարդիկ նոր պետք է աշխատել, այսինքն այդ մթնոլորտը, որ փչանում է, դրա տարածվածությունը դեռահասների մոտ շատ ավելի արագ է տեղի ունենում։ Դա հա ինքը իրական լայն թեմա է ու ինձ թվում է մեր վիճակագրությունը տենց տեղեկությունները շատ սահմանափակ են, օրինակ մյուս կողմից կարա լինի կարծիք, որ դեռահասները ավելի շատ, չգիտեմ, on-line են, ավելի շատ հեռախոսի մեջ են, դրա համար ավելի քիչ են ենթարկվում փողոցային ազդեցություններին, ավելի քիչ են այդ կրիմինալ ազդեցություններին։ Իրանք տենց ամեն իր տանը փակված ուղակի տենց բան անում, այսինքն այդտեղ բայց հա այդ նարկոտիկների խնդիրը բան դա անհերքելի է, այնտեղ ես չգիտեմ ինչն է ճիշտ բան, ավելի խիստ պատժել, թե կրթական կոմպոնենտ ավելի ուժեղացնել, բայց այդտեղ մի հատ ուրիշ բան եմ ուզում ասեի։ Okay, մի քիչ տարօրինակ կհնչի, որտեվ ես հագին ժամանակը սպասեմ, որ սա բացահայտվի կամ ինչ որ տեղից էլի դուրս գա, ուրեմն մի տեսակ տարօրինակ պատասխանատվություն եմ զգում այս բանը ասելուց, ուրեմն դեպքի հաջորդ օրը Arad News-ով նյութ գնաց Telegram ալիքով, որ նախորդ օրը միջադեպ է եղել Մերձավանի Կալիֆոռնիա գիշերային ակումբում Վոլոդյայի մասնակցությամբ, ինչ որ միջադեպ է եղել ու ոնց որ այդ վարկածի ուղղությամբ գնաց, բայց մի քանի վայրկյան անց դա հանեցին ու նայում եմ այդպես հավատաս չեք ավելի այնտեղ վիդեոեր կամ բաներ ու ինձ թվաց դե երևի քանի որ այդպես զգայուն թեմա է, հանեցին որ մի քանի օրից ավելի մանրամաս ներկայացվի ու դա կորավ։ Բայց ես հիշում եմ այդ վիդեոն նայեցի, այտենց միջադեպ էր էլի, այտենց ինչ որ այդ ակումբում կամերանով նկարած։
այդ ուղղությամբ ինչ որ բան լսել եք, տենց ինչ որ բան եղել է։ Facebook-յան էջում էլ էին դրել, հայտնի է, Arat News-ը քպեական հիմնական քարոզչությունն է, որում հետո Arat News-ից նաև հղում էր արվել Բաղրամյան 26 իշխանության գլխավոր Telegram-ն ալիքում։ Ինձ թվում է մենակ ես եմ տեսել ճիշտ ասած։ Այն ես չէի տեսել, ինձ սկրինները ուղարկեցին, այո, մի քանի վայրկյան հետո այդ բոլորը վերացավ։ Այս իշխանության, ասեմ, ստորության գագաթնակետն է, ստորության, այդ իշխանության մանավանդ այդ մեդիա աղբ մատուցող իշխանության, որը շատ բարձր մակարդակով արվում, անկախ նրանից նրանք այսօր ինչ բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում, այդ մեդիա աղբ ու մեդիա կեղծիք ստորաբար տարածելու անձամբ մասնակցություն ունեն այդ մասով։ Ինչի մասին էր խոսքը։ Տարիներ առաջ, կարծեմ 2 տարի առաջ, Բարաքար համայնքի նախկին ղեկավարը միջադեպ էր ունեցել այդ գիշերային ակումբում։ 2 տարվա։ Որը գրած էր այդ այսօր էլ որ ման գաք Google-ում գրեք Բարաքար համայնքի ղեկավար գիշերային ակումբ միջադեպ բառերը բերում է, հիմա կարիք չկա անձնավորելու, բայց այդ միջադեպը հայտնի է, այդ միջադեպի մասին ոչ միայն հրապարակումներ ա եղել, ինչ որ նաև իրապահ մարմիններն են զբաղվել, այդ տեսագրությունները կա, խոսքը համայնքի նախկին ղեկավարի մասին։ Ու այդ մասով տարածել էին այդ նյութը, հուսով եմ, այն որ ասում մարդուն սխալել լինի։ Հա, այդ էի ասում, չբացառեմ, որ ինչ որ այլ մակարդակում հա այդ մեդիայի այդ աղբակույտում աշխատող հա ինչ որ մարդիկ հա տենց ինչ որ նյութ էին թե որը տենց նախկինում կարող է դե վերնագրերը տենց անուն ազգանունով չէ տենց Բարաքար ամենքի ղեկավարի մասնակցությամբ միջադեպ վերցրել էին, թարմացրել էին, հուսով եմ, որ այդ ստորությունը այդ շրջանակներում ա եղել ոչ միտումնավոր ու արագ հեռացրել են, նաև հասկացել են, որ սխալ է, որովհետև այդ տեսանյութը ակնհայտ երևում է եւ թե ով մասին է խոսքը, ակնհայտ է, որ դա համայնքի նախկին ղեկավարն էր, նաև որ մանգա կտեսնեք իմ հիշելով խոսքը 2022 կամ 23 թվականի մասին էր։ Հա։ Հրավիրում ենք ձեզ Spin Academia, վայր, որտեղ դուք ստանալու եք գիտելիքներ եւ ինչու ոչ մասնագիտություն։ Բարեկամներ, մենք ստեղծել ենք կրթության մի հնարավորություն, որտեղ ժամանակակից մասնագիտություն եք ստանում, ժամանակակից եւ գիտակ լավ պրոֆեսիոնալների կողմից։ Տեղը լավն է, մետրոյի կողքը, սերտիֆիկատը տալիս ենք, լավ սովորողներն էլ կարող են ստանալ աշխատանք կամ ստեղ կամ ավելի լավ տեղեր։ Իսկ մասնագիտությունները YouTube producing, YouTube marketing, SMM, graphic design, ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն առաջադիմացների համար։ Լավ չի։ Լավ, մի քիչ էլ խոսենք կուսակցության անելիքներից, որովհետև հիմա տես բոլորը դիրքավորվում են, ինչ որ դաշինքների տես քննարկումներ ա գնում, որտեղ է ապրելու երկիրը, մասնակցելու է արդյոք հերթական կամ մարդես մեկ էլ արտահերտ ընտրություններին, ինչ պլաններ կան, արդյոք այս որը իրականում ես շատ հավանում եմ, թիմ ընտրություններին մասնակցելու ռազմավարությունը, ոչ թե սպասել մեծ ընտրությունից համապետական ընտրություն, արդյոք այդ շարունակելու եք։ Հա միանշանակ մասնակցելու ենք ընտրություններին, հաջորդ ընտրություններին ասենք, հա, հիմա հերթական կլինի։ Դե հա, քանի հակառակը չի հենց։ Հա, բայց նու վաղուց մեր համար գոնե տրամաբանությունը տանում է նրան, որ կլինեն 26 թվականի ընտրությունները, այսինքն մենք այդ տրամադրությամբ ենք գնում։ Այո, ճիշտ նշեցիք, 21 թվականից կուսակցության ստեղծումը եղավ ազգային ժողովի ընտրություններից անմիջապես հետո, չմասնակցեցինք մենք 21-ի ընտրություններին ու որոշեցինք գնալ թիմերի ճանապարհով, այսօր 20 համայնքում մասնակցել ենք, ներկայացված ենք, Փարաքարից բացի նաև ղեկավարում ենք Նոյեմբերյան համայնքում, Տաթև համայնքում կոալիցիայի միջոցով ենք ղեկավարում, մենք համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոն ենք զբաղեցնում, բայց այդտեղ էլ այդ ձևով ենք քպեին հաղթել։ Ու մնացած համայնքներում տարբեր հիմա տենց 4%, 10%, 20%, Ալավերդիում հաղթել էինք, հետո գիշեք այդ միջադեպը, դել 40 ժողովրդավարությունը հաղթեց։ Տարբեր տեղեր, տարբեր ձայներ ենք հավաքել ու տենց բոլոր մարզերում ներկայացված ենք, որովհետև մեզ համար քաղաքականության ճիշտ ճանապարհը դա է, այսինքն գնաս նախ որպես կուսակցություն կայանաս, այսինքն չի նշանակում, որ կուսակցության պեչատ ունես, ուրեմն վերջ, դու արդեն իրավունք ունես քաղաքականությամբ զբաղվելու, թեև օրենքը թույլ է տալիս, հա։ Գնաս նախ ընտրությունների մասնակցես, այն որ ասում են, որ մի հատ բուտկա աշխատացրել ես, հիմա այդ գոնե մի հատ գյուղում ընտրությունների մասնակցել ես, որ եկել ես ուզում ես ազգային ժողովի ընտրությունների մասնակցես,
շատ հաճախ մենք տեսնում ենք, որ ընտրություններից առաջ կուսակցություններ են հայտնվում, հայտնի եւ անհայտ, այտենց մասնակցում են ընտրությունների, պարտվում են, գնում են իրենց գործերով 5 տարի հետո նորից են գալիս մասնակցում։ Պետք է նկատեք, որ ոչ մեկի դա չի զարմացնում, բացի մի քանի հոգուց, դարձել է նորմալն է, որ դարձել է ավանդույթ։ Ու բազմիցս մենք այդ քննարկել ենք, առաջարկ ենք արել, որ կուսակցությունը թե ոչ մի ընտրությունների չի մասնակցում, որոշ ազգային ժողովի ընտրությունների մասնակցի։ Պետք է որոշակի ավելի ոչ շահեկան դիրքերում լինի։ Իմ համար այդ ոնց որ ինչ որ մի հատ սպորտսմեն, ով որ տենց ջիմում պարապում է, միանգամից ծանր ատլետիկա ասի ես օլիմպիական խաղերին եմ գնում։ Դա ավելի ներքև տենց Հայաստանի առաջնություն։ Հա, բայց ընդ որում դա իմ համար չի։ Ասել է հələ ոչինչ է, բայց թողեն։ Այսինքն մեր մոտ հնարավոր է, այսինքն դու կարաս այդ ձեր ասածով գնաս միանգամից օլիմպիական խաղերի մասնակցել։ Հա 0.01% լայն հավաքած։ Մեր մոտ ով ուզում է կարող է տենց կուսակցությունը հիմնադրում է ու հաջորդ օրը բառացիորեն կարող ընտրությունների մասնակցել։ Այսինքն չկա որևէ խիստ պահանջ։ Ընդ որում ստեղ ինչ է, հետո այդ 20-30 կուսակցություններն են մասնակցում, սկսում են անվճար եթերներից օգտվել, չէ՞, այսինքն ընդ որում դա հավասար է, այսինքն դու կուսակցություն ես, որը կարաս 10 տարի գործունեություն ծավալես, ընտրությունների մասնակցես, թիմ ունենաս, հետո մեկը գալիս է քո հետ մեդիան, հա, դուք բոլորը ստիպված եք, հավասար, չէ՞, իրավունք չունեք մեկին շատ լուսաբանեք, անկախ նրանից այն ինչ կենսագրություն ունի։ Հիմա մենք գնացինք այդ ճանապարհով թիմերին մասնակցելով, նախ հասկանալով կարող ենք ընտրությունների մասնակցել, չէ՞, դա էլ է տենց հեշտ գործ չէ, ընտրություններին ես մասնակցում, այդ process-ին հաջողվեց, ասենք, մենք ասում ենք մենք ԿՊ-ին հաղթել ենք։ Հիմա կարողանում ենք մենք անել քարոզչություն, ընտրական process-ի ժամանակ ձայները պահել, մարդկանց ձայները, որ գալի ընտրում են, արձանագրել հաղթանակը։ Դա շատ կարևոր է արդյոք թե դու ինչ ես անում, հա, աշխատում ես թե չէ, որովհետև միայն խոսելով չի։ Մեզ համար շատ կարևոր է, որ նաև առաջիկայում կհրապարակենք, հա, օրինակ նույն նոյեմբերյան համայնքում։ Մենք 21 թվականի նոյեմբերյան համայնքում ընտրվել ենք ու տվել ենք խոստումներ։ Այդ խոստումները կատարել ենք թե չէ, այսինքն մարդիկ կատարել եք։ Այս պահի դրությամբ մեծ մասը կատարել ենք, քանի որ դեռ 1.5 տարի էլ կա միջև, հա, ավարտը պաշտոնավարման, մենք կներկայացնենք մեր հաշվետը։ Այսինքն, այսենք բուկլետը կա, այդ բուկլետը մենք պարբերաբար, հա, ասում ես, տենց ներքին բանա, բայց այտենց որոշակի ժամանակաշրջանում ոնց որ այդ update ենք անում, գրում ենք, այս քայլը ինչ ենք արել, ուր ենք հասել, ինչա պետք անել, պլյուսներով գրում ենք, նույնը սկսել ենք բարակարում արդեն։ Այսինքն մեր համար այդ խոստում տալը պետք է լինի պատասխանատվություն, այսինքն որ դու բան ես ասում մարդուն, որի դիմաց մարդը քեզ վստահում է, չի կարելի մարդուն խաբել։ Հետո ասել, դե գիտեք ինչ ստացվեց, սենց եղավ, սա էր մեղավոր, նա էր մեղավոր, հա, տենց Ռուսաստանը, Ամերիկան, այսպես չէ։ Դրա համար դու եթե քաղաքականությամբ ես զբաղվում, այդ պատասխանատվությունը նախորդ պետքա գիտակցես, հաշվարկես։ Իսկ բոլոր ռիսկերը եւ ներքին եւ արտաքին, հա, չհաշված ծայրահեղ ֆորս մաժորները, այդ ռիսկերը պետք է հաշվարկես։ Դու ես խոստումը կարում ես տաս, հետո այդ խոստումը կատարելու ես, թե ուղղակի դե ասեցիր կընտրվես, մարդիկ կգնան տուն։ Դրա մենք գնում ենք այդ ճանապարհով, վստահ եմ այդ համայնքներում մեր աշխատանքը բավականին արդյունավետ է եղել։ Դրա տրամաբանության մեջ, այո, մենք պատրաստում ենք 26 թվականի ընտրություններին։ Ոնց ենք պատկերացնում։ Այդ նշած այդ դաշինքները անընդհատ քննարկվում է, հա։ Երկու միֆ կա, հա, քաղաքական մեր այսօրվա իրականության մեջ, որ եթե ընդդիմությունը չմիավորվի, ուրեմն անհնար է հասնել հաջողության, հա, դա տենց մեկ էլ է երկրորդ միֆը, որ ընտրություններով հնարավոր չի հաղթել իշխանությանը։ Հիմա այս երբ որ ասում են ընդդիմությունը չմիավորվի, սա շատ անընդունելի թեզ է, որովհետև դրա հավանականությունը մենք շատ քիչ ենք տեսնում ու պետք է միշտ ազնիվ լինել, էլի չի կարելի անընդհատ հասարակության մոտ ինչ-որ գաղափարներ սերմանել, հետո այդ չի ստացվում ու հասարակությանը տալ հիասթափության, անընդհատ ասել եք այդ փողոց, հեսա վաղը հեղափոխություն ա լինում, վաղը իմպիչմենտ ա լինում, վաղը էսա լինում, երբ որ մարդը հիասթափվում է, նույնիսկ եթե հաջորդ եկողը դու ես, որ նախկինում սուտ խոստումներ չես տվել, մեկը մարդկանց մոտ անվստահություն է, ասում է, «Ա ձեր նման էլ էին ամեն ամիս հեղափոխություն անում»։ Դա հա, սպառվող ռեսուրս է, հիմա հենց դրա պտուղներն են քաղում։ Հետևաբար անընդհատ ասել, ինչ պետք է անել։ Պետք է ու այսօր ուժեր կան, որ ասում բոլորս գիտենք, այսօր են մեդիա, ինտերնետի հնարավորությունները նենց են, հա, մարդկանց այս քաղաքական պատմությունը մի քանի րոպեում բացահայտում, այսօր ուժեր կան, որ այս 4 տարի է օր ու գիշեր ասում են անհնար է ընտրություններով իշխանապողություն, պետք չի ընտրություններին մասնակցել, լեգիտիմացնում ենք Նիկոլին, բայց ես վստահ եմ այդ ուժերը, բոլորս է գիտենք այդ ուժերը, որ օր ու գիշեր խոսում են, փողոց ենք դուրս գալի ընտրություններով, պետք չի գնալ ոչ մի process-ի, առաջինը իրանք են 26 թվականի ընտրություններին մասնակցելու, հունվարային մասով, որ ակտիվ մասնակցել, այսինքն մենք կարծում ենք, որ ընտրությունները այս պահին միակ արդյունավետ միջոցն է։
այսօր հասարակության մոտ, հանրության մոտ չկա հավաքական մթնոլորտ դժգոհությունների, կա անհատական, հա, յուրաքանչյուր փոքր միջավայրում մարդիկ խիստ դժգոհություն ունեն, բայց դա չի բերում գործողությունների, որովհետև չկա այդ հավաքական վերջի հաջողված չասենք, որտեղ արդյունքի չեղավ, բայց process-ի տեսանկյունից սրբազան շարժումներ։ Որտեղ մարդիկ ասում են, մարդիկ փողոց դուրս չեն գալի, մարդիկ փողոց պատրաստ են դուրս գալու, բայց այդ առաջնորդությունը ու կազմակերպվածությունը չեն տեսնում։ Ու մարդը մենակով փողոց դուրս գա ինչ անի։ Իսկ ընտրությունը դա մի process է, որտեղ անհատական վարկագծի մասին է խոսքը, այսինքն ընտրություններին sense բոլորով չենք գնում, ասենք, եկեք Ժորժ ջան, sense 10000 հոգով Բաղրամյան փողոցով գնանք, ընտրությունների մասնակցենք։ Այսինքն յուրաքանչյուր ոք ի տարբերություն, երբ որ փողոցում ասում եմ, լավ, մենակս գնամ, ինչ անեմ, ստեղ կանգնեմ, հա հետո ընտրությունների ժամանակ մարդը գիտի, գնում է, ընտրում է ու վերջ։ Այսինքն յուրաքանչյուրի անհատական գործողությունը բերում է հավաքական բայց պետք է լինի այդ հրամայականը, որ մարդը պետք է գիտակցի, որ հենց իրա գնալով է փոխվելու, որովհետև եթե վերցնենք իրավիճակը այ հենց հիմա, իշխանությունը կհաղթի զուտ նրա համար, որ շատ քիչ մարդ կգնա, այսինքն ով որ ադմինիստրատիվի տակ է, իրանք սեստենես կգնան, բայց ես այսօր չեմ տեսնում, որ իմ ձայնը այս կամ այն կուսակցությունը բանա փոխելու, իրավիճակա փոխելու, պետք է այդ sense այդ կյանք կամ մահ, այս վիճակը մի քիչ չեմ ասում, այդ աստիճանի պետք է լինի, որ նոր մարդիկ նույնիսկ գոնե մի 70% մասնակցություն լինի ընտրություններին, որովհետև եթե լինի 30% մասնակցություն, մենք գիտենք ով է հաղթելու։ Տեսեք, շատ կարևոր արձանագրում եք անում, որի հետ մենք բախվեցինք Երևանի ընտրությունների ժամանակ, այդ ահա, այ հենց ցածր մասնակցությունը, շատ ցածր մասնակցություն, ընդ որում դա 28% մասնակցություն էր, ու մենք երբ որ առանձին տեղամասերով ուսումնասիրեցինք, այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը բարձր էր, ասենք մեր ձայները ավելի բարձր էր, ԿՊ-ին ավելի ցածր, իսկ հակառակը որտեղ, այսինքն ԿՊ-ի ընտրողները գնացել են, որի հաշվին, բայց այդ նույնիսկ ցածր մասնակցությամբ ԿՊ-ն մեկը 32% էր հավաքել։ Հիմա գալով մասնակցությանը, մենք կարծում ենք, որ բավականին մեծ մասնակցություն կլինի, որովհետև մարդկանց մոտ հասունացել է ընտրությունները արդեն, հա, սպասում է, որովհետև ինչ է լինում, արտահերթ ընտրությունների ժամանակ մարդիկ գալիս են անակնկալի։ Հիմա մարդիկ գիտեն, որ ընտրություն է լինելու, այսինքն այդ ինֆորմացիան գոնե պայմանական կարծում եմ 90%-ից ավելը գիտի, որ հեսա ընտրություն է լինելու։ Այսինքն դա էլ է շատ կարևոր, որ մարդիկ իրենց տրամադրում են, որ այդ ընտրական process-ներին։ Ու երբ որ նայում ենք մենք մեր վերջի երկու ընտրությունը Փարաքարում Գյումրիում, բավականին մեծ մասնակցություն էր։ Ընդ որում հենց այդ մասնակցությունը բերեց ԿՊ-ի պարտության շատ կարևոր է արձանագրում։ Նույն Գյումրիում 21 թվականի համեմատ Գյումրիում համարյա 2 անգամ ավել մասնակցություն եղավ։ Նույնը Փարաքարում բավականին մեծ մասնակցություն եղավ ու դրա հաշվին ԿՊ-ն պարտվեց։ Ընդ որում եթե արձանագրենք, տեսեք, երկու իրար հետ կապ չունեցող համայնքներ են, չէ՞, մեկը տենց երկրորդ քաղաք, միայն քաղաք էր, գյուղեր չկար, Փարաքարում միայն գյուղեր, երկու տեղն էլ իրենք համայնքի ղեկավարի պաշտոնակատար ունեին, վարչական ռեսուրս ունեին, իշխանությունը ամեն ինչ անում էր, ել ասում տարբեր մարդիկ, հա, տարբեր ընտրություններ, տարբեր տեխնացիաներ, բայց իշխանությունը երկու տեղն էլ հավաքեց 30%։ Այսինքն խոսում է, որ նույնիսկ այդ իրենց վարչական ռեսուրսով ինչ միջավայրում էլ վարչական ռեսուրս են օգտագործում, շատ սահմանափակ ձայներ ունեն ու նույն Գյումրիի, նույն Փարաքարի օրինակը մարդկանց մեծ մասնակցությունը բերում է անդիմության հաջողության։ Հիմա գալով մյուս հարցին, ընդդիմության միավորմանը, մենք ոնց ենք պատկերացնում։ Ընդհանրապես միավորումները պետք է դիտարկել ոչ թե կոնկրետ գործողության մասով, այլ ավելի երկարաժամկետ։ Արդյոք մենք այդ հնարավոր համագործակցության դեպքում տեսնում ենք համագործակցության 5 տարվա կտրվածքով, որովհետև մենք մեր պատմության մեջ տեսնում ենք, չէ՞, որ ինչ-որ դաշինքներ են անում, 1-2 ամիս հետո այդ դաշինքից անունն է մնում միայն։ Միանգամից մարդիկ այլ պատկերացումներով են միավորվել։ Մենք կարծում ենք, որ ամենաարդյունավետ ճանապարհը գնալ առանձին թիմերով անել փոքր դաշինքներ, որտեղ կան հստակ գաղափարական, արժե համակարգային, ծրագրային ընդհանրություններ, որ հետագա տարաձայնությունների հավանականությունը բավականին նվազ կլինի, որովհետև երբ որ դու գնում ես ընտրական դաշինքի, իսկ մենք ինչ ենք անում, գնում ենք իրար հետ միավորվենք, ստեղ դու ես անում, ստեղ դու բուկլետ ես բաժանում, դու գնում ես անում, դու ես խոսում, դու ես խոսում, ստեղ քո թիմակից ուժեղա, ստեղ մեր թիմակիցը, տենց կարող ենք իրար հետ համագործակցեն, գնանք ընտրությունների, բայց ընտրություններից հետո լրիվ ուրիշ բանի մասին է։ Չէ, ընտրություններից հետո արդեն գալիս է քաղաքական դիրքորոշում, քաղաքական քվեարկություններ, գործողություններ ու հետո պարզվում է, որ սրա մասին մենք չենք խոսել, չէ, ասենք, երբ որ արդեն դու գնում ես ազգային ժողովում, ասենք, ինչ-որ որոշվում է, արդյոք
Նիստերը պետքա բոյկոտել, արդյոք պետքա սա անել, որը հիմա եւ այս ազգային ժողովում ենք տեսնում շատ հաճախ եւ նախկին ազգային ժողովներում ավելի ցայտուն եղել։ Հետեւաբար մենք կարծում ենք, երբ որ ընդդիմության այդ բնական դաշինքներ ձևավորվեն մի քանի, հանրությունն էլ դա կգնահատի, որովհետեւ հանրությունն էլ պետքա տեսնի, որ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը ոնց ոչ թե իրանք չեմ ուզում ասեմ չեն խափում նաև այդ դաշինք ձևավորման մեջ ազնիվ են։ Այսինքն որ մարդիկ իրար հետ ինչ կապ ունեն, հա, ասենք մի քանի ամիս առաջ իրար ինչ ասում էին, այսօր եկել են միավորներ։ Այսինքն այդ անվստահության մթնոլորտ պետքա չլինի, որ ահա սենց է պետք է լիներ, հա, այս մարդիկ իրար նման են, իրար արժեքներով, իրար գաղափարներով։ Դա մենք կարծում ենք, եթե տենց 3-4 դաշինքներ ձևավորվեն, որոշակի արժեքներով, որոշակի սկզբունքներով, ու շատ կարևոր է պայմանավորվեն լուր կամ հրապարակային իրար չվնասեն, այսինքն թիրախը լինի իշխանությունը, բայց դա բարդ բան է, բայց գոնե դա արվի, էլի, գոնե ասում ենք մենք գոնե դրան ավելի հավատում ենք, քան տես բոլորով միավորվեն։ Ու այսօրվա մեր օրենսդրությունը պետական կառավարման հենց դրա մասին է, այսինքն դու գնում ես ընտրությունների, ունենում ես կոալիցիան կառավարություն, այսինքն եթե ԿՊ-ն չի հավաքում 50%, որը չեղավ նույն Գյումրիում, չփարակարում մենք միաձայն ախտեցինք, բայց նույն Երևանում էլ բոլորս հիշում ենք, թե շատ մեծ շանս կար, հա, եթե ընդդիմությունը իր այդ լեզու գտներ, այսինքն եթե թվով նայում ենք, այսօր իշխանությունը 50% չի հավաքել նույնիսկ իր կոալիցիայի գործընկերոջ միջոցով։ Այսինքն դու գնում ես կոալիցիան կառավարություն ես ձևավորում։ Ընդ որում այստեղ շատ կարևոր է խոսքներ մեր Նիկոլ Փաշինյանի հեռացումը չի, ԿՊ-ի հեռացումը չի, իհարկե դա ծայրահեղ կարևոր է, բայց հասարակության համար կարևոր է հետո ինչա լինելու։ Ու երբ որ դու գնում ես կոալիցիոն կառավարության մեխանիզմով երկիրը կառավարելու, շատ մեծ հավանականություն կա հաջողելու, քան երբ որ դու միաձայն ես հաղթում։ Ինչի՞։ Այսօր մենք խորհրդարանական կառավարման մոդելով ենք գնում, բայց ակնհայտ, ընդ որում անձերը կարևոր չեն, ակնհայտ վարչապետական իշխանությունն է, չէ՞, այսինքն այսօր բացահայտ իշխանության խմբակցությունը ենթարկվում է վարչապետին, որը նաև իրանց կուսակցության ղեկավարն է։ Այսինքն այս վերջերս կար այդ երկրի վարչապետը ազգային ժողովի падգամավոր է ընդունում իր կաբինետում, հա, որը պետք է հակառակը լինի, չէ՞, մենք խորհրդարանական պետություն ենք, գլխավոր մարմինը պետք է դա լինի։ Նայեք, որ դու կոալիցիոն կառավարությունով ես երկիրը ղեկավարում, նշանակում է վարչապետը այդ թիմերից մեկի ներկայացուցիչն է, բայց ինքը չի ունենում պարլամենտում մեծամասնություն, այդ պարլամենտի падգամավորը իր աշխատողները չէ։ Ունդեղ պարլամենտը արդեն կարողանում է ինչ-որ ձևով ազդի կառավարության վրա, քննարկումներ, որոշումներ, տարբեր բաներ։ Իհարկե, մեր նման պետության համար կարող ենք ասել, դե բարդ է, չի ստացվի, բայց այդ է ճանապարհը, այս միանձնյա իշխանությունները պետքա վերանան, որ անընդհատ եկել է եղել ենք նախագահական, հիմա նույն նախագահականի համատակ վարչապետական։ Որ ուսումնասիրում ենք խորհրդարանական կառավարման մոդելները, չգնանք այդ արևմտյան, հա, երկրներ, Եվրոպայի, հա, տենց խոշոր զարգացած։ Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ, հա, նախկին այդ կոմունիստական այդ Չեխոսլովակիա, հա, այդ Հարավսլավիա, այդտեղ որտեղ կան խորհրդարանական երկիրներ, հենց այս ձևով էլ գնում է։ Այսինքն չկա մի ուժ, որը գա 60-70% ձայնավակի։ Այսինքն 3-4 ուժ 20-25, 15% հավաքելով միավորվում ենք, ձևավորում ենք կոալիցիա ու այդ իշխանությունը բավականին արդյունավետ է աշխատում, հետեւաբար ամփոփելով մենք կարծում ենք այդ ճանապարհով այդ ուղղությամբ է աշխատում ենք, փորձում ենք դաշտում գտնել կան շփումներ ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր հիմնական դերակատարների հետ, վաղուց ենք սկսել այդ շփումները նաև հենց այդ ասած պատճառով, որ հասկանանք մենք բնական դաշնակից կարող ենք լինել, այ որ ասած իրար հետ կարողանում ենք նստել, գինի խմել, սուրճ խմել, խոսել, զրուցել, թե ուղղակի տենց արագ եկեք ընտրությունների մասնակցեն։ Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, միանշանակ մասնակցելու ենք ընտրությունների, եթե կստացվի բնական ու արժեքային ինչ որ միավորում ստեղծել, այդ ճանապարհով կգնանք, եթե չի ստացվի, կգնանք մեր թիմով։ Okay, ես ենթադրում եմ, որ ընդդիմությունը պետք է անընդհատ մոնիտորինգ անի, ինչա վատ անում իշխանությունը, որ կոմպոնենտներն է հասարակության տնձախողում, որ այդտեղ ավելի լավ լուծումներ առաջարկի։ Մեր մոտ հիմնականում դիսկուրսը գնում է նրա շուրջ, թե ազգակործանա պետք է հեռացնել, թե չէ սաղս կկործանվենք, ու տենց ինչ որ ավելի քիչ է գնում դիսկուրսը տենց կոնկրետ ոլորտների մասին, հա, տենց
կոռուպցիայի նույն, չգիտեմ, շինարարության, որտեղ 10 մետր ազատ ինչ որ տարածքա շինթույլտվություն տալու մասին տենց հարցերի շուրջ։ Հիմա եթե գնում է ազգակործան բանով դիսկուրսը, թեմայով, հիմա դրանը պատասխանում են թալանչիների թեմա, հա։ Հիմա նույնիսկ այդ չէ, ուզում ասեմ, հիմա ավելի քիչ է հավանականությունը ընտրություններով հեռացնելու այս իշխանությանը, քան 21 թվին էր, որտեղ բոլոր էգզիստենցիալ պատճառները ավելի ցայտուն էին այն ժամանակ։ Եթե այն ժամանակ ժողովուրդը օքեյ էր, հիմա այդ նույն դիսկուրսով, եթե այն ժամանակ են ասում ազգակործանա, հիմա էլ ասել ազգակործանա, էլ ավելի քիչ կաշխատի։ Հիմա հարց, внимание, вопрос, այդ գլոբալ ազգակործան դիսկուրսին ոնց է վերաբերում ու ավելի կոնկրետ ոլորտային ինչ է գտել, որ թերի է ու ինչն է առաջարկում ավելի արդյունավետ անել։ Միանշանակ դեմ ենք այդ մոտեցմանը, հետ գնալով 21 թիվ։ Համաձայն չեմ, որ 21 թվի ընտրությունները ավելի շահեկան էր ընդդիմության համար, քան հիմա։ Նախ մի քանի պատճառով կար ծայրեղ էմոցիոնալ ֆոն, այսինքն մարդիկ չունեին ժամանակ, հնարավորություն, միտք ռացիոնալ որոշում կայացնելու, քան հիմա, որովհետև պետք է որ ընդդիմության շահերից բխեր, ոչ թե հենց էդ է, չէ, այդտեղ իշխանությանը հաջողվեց երկու կարևոր թեզի վրա խաղալ խորհրդարանական ընդդիմության մեծ սխալների պատճառով։ Նախ պատերազմից այդ ամիսներ հետո հասարակության մոտ ծայրահեղ վախ կար նոր պատերազմի, որը բնական վախ էր։ Ու աշխատեց, այո, այդ ժամանակ նաև որ խորհրդարանական ընդդիմության այն դրվա որ մենք գալու ենք, պետք է ամեն ինչ վերականգնենք, մենք ուժեղ ենք, մարդիկ շվախում էին հնարավոր հաջորդ պատերազմից։ Իսկ իշխանությունը ամեն ինչ անում էր, որ վերջ էլ պատերազմ չի լինելու։ 21 թվականին դեռևս Արցախը որոշ տարածքով իր գոյությունը պահպանում էր։ Եկեք հիշենք, որ 21 թվականին առնվազն ոչ մեկիս մոտ չկար մտահոգություն, որ ռուս խաղապահները կթողնեն տեղի ունենային ինչ որ տեղի ունեցավ, չէ, բոլորիս մոտ չկար ռուս-ուկրաինական պատերազմը, այսինքն ռուսական ուժի նկատմամբ որևէ մտահոգություն չկար, այսինքն թե պարզ ասենք 21 թվականին Արցախի անվտանգությունն ու հարատևությունը ռուսների ներկայությամբ կասկած չէր հարուցում լայն հասարակության մոտ, հա, ռուսները այնտեղ են, վերջել ոչ մի խնդիր չի լինի, Արցախը գոնե այսքանով կմնա, որը այդ ամիսներին պահպանում էր։ Ու երկրորդ կարևոր ու սխալ չասենք, հա, իրականությունը նախկիններն էին։ Այո, պետք է մենք այդ փաստը ընդունենք առնվազն ի գիտություն, որ այսօր հասարակությունը, այսօր ընտրողները բացառում են նախկինների վերադարձը։ Կարելի է երկար բանավիճել, այդ ինչի է տենց, քարոզչությունա, կեղծ քարոզչությունա, իրականություն չի, Ռոբերտ Քոչյանը ու Սերժ Սարգսյանը սխալներ արել են, չեն արել։ Այդ բանավեճը ոչ մի բանի մասին է, առնվազն հասարակության մոտ կա այդ համոզմունքը։ Ընկալումը կա։ Այդ ընկալումը կա, հիմա այդ հասարակությունը խաբված չի։ Այս իշխանությունն արել, նախկինում ա եղել, կուտակվել է, այսօր այս հասարակության մոտ որ կա ընկալում, որ այդ մարդիկ չպետք է վերադառնան։ Ինչ ուզում ա լինի, ու այո, ցավոք 21 թվականին նրանց վերադարձի բացառումը ավելի գերակայեց հասարակության մոտ, քան բավականին մեծ խնդիրներ։ Հիմա այս ընտրություններին իշխանությունը ելի փորձում է այդ թեզը, որ նախկինները չվերադառնա, բայց եթե 21 թվականին կար որոշակի վախ, վայ կարող է նախկինները վերադառնան, այդ նաև այդ վերջի օրերի իրանց մեր կարծիքով նաև սխալ կարոզչական, հա, գործիքների, որ տենց ուժի ցուցադրումը բերեց հակառակ էֆեկտի։ Այս բան ակնհայտ է, որ նախկինների վերադարձի որևիցե հավանականություն, որևիցե տենց ընկալում հասարակության մոտ չկա։ Ճիշտ է։ Ու մեր նաև նպատակը նա է, որ հասարակության մոտ ցույց տալ այլընտրանք։ Մի բան ասեմ, այստեղ եթե նայում ենք սոցհարցումները, հիմա կարանք էլի հավատանք, չհավատանք, բայց այնպես չի, որ ենք ռադիկալ տարբեր պատկերներ են ցույց տալիս։ Հա, շատ ցածր ունի ռեյտինգ Փաշինյանը, Իրանից հետո մեկը երկու նախկին խմբակցությունն են գալիս, բայց շատ ցածր, ինչ որ 1%-ի սահմաններում, եւ այդ 3-ից հետո ով գալիս է, այդ մեկն էլ չի հաղթահարում արդեն։ Հա, ուզում եմ, բայց հաղթանակի համար ընտրություններով ամենամեծ ռեյտինգ ունի այն մարդիկ, որոնք կողմնորոշված չեն։ Դե օքեյ, հիմա բայց հայտուհանդերձ այդ համար 4-ից սկսած եւ դալշը գալիս է 0.0 ինչ որ տիպ։
Եթե ընդունենք 10-15 կուսակցություններ, այդ բոլորին իրար գումարենք, 10% էլ չի հավաքվի։ Համաձայն եմ։ Մի քիչ կարող է այդ ակումուլյատիվ էֆեկտը 15, բայց այդ մեկը շատ քիչ է, որպեսզի այտենց ինչ որ հաջողություն ռեալ արձանագրել, էլի։ Այսինքն թվում է թե ինտուիտիվ պետք է որ են ովքեր որ ոչ նախկին են, ոչ բան, ովքեր որ ավելի այտենց իրատեսական, մի հատ այտենց ռացիոնալ բան են առաջարկում, այդ թվում է ձեր կուսակցությունները շատ մեծ տարբերություններ չեմ տեսնում, էլի այտենց հակասական Ավետիք Չալաբյանի ուժի հետ, իրեմ Արման Թաթյանը, մյուսը այտենց ոնց որ թե պլյուս մինուս նույն դաշտում են, բայց մեկը իրենց հավաքական այդ ինչ որ բանը ինքը այնքան հերոյ է իշխանություն ձևավորելու նույնիսկ շանսից, որ ասել որ միակ հաղթելու իրատեսական բանը ընտրություններն են, ոնց որ մաթեմը չի բռնում ստեղ, էլի։ Չէ, հենց մաթեմից գալով, հա, հասարակության ճնշող մեծամասնությունը, եթե պայմանական այդ հարցումներին հավատում ենք, առնվազն հարցումների պատկերը դա է։ Հիմա թվերի մասին չխոսենք, հա, մի հարցումը սա է, մի հարցումն է, բայց այն որ այսօր իշխանությունը համեմատության մեջ ունի մնացածից մի փոքր ավելի վարկանիշ ընդունում ենք, չենք հերքում այն որ խորհրդարանական ուժերը ելի ունեն որոշակի վարկանիշ ի տարբերություն մնացած ուժերի այդ թվում մեր, ընդունում ենք ի գիտություն։ Հիմա բայց մի կարևոր արձանագրում կա։ Այդ որ ասում եմ այդ մեծ մասը, հա, 50-60%-ը չողնորոշված է։ Այսօր հասարակության 90 կարող է երբեմն 100%-ը ունի հստակ դիրքորոշում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, հստակ։ Այսինքն բոլորը ունեն իրենց գնահատականը, կամ կողմ են, կամ դեմ են։ Այսինքն շատ քիչ մարդ է, որ հարցնես նախքին կամ այս իշխանության վերաբերյալ, ասի դե հələ տենամ էլի, չգիտեմ, այնպես մա պիտի ուսումնասիրեմ, տեսնեմ, կընտրեմ, թե չեմ։ Կամ Նիկոլ կամ Սերժ, հա, այսինքն հələ չգիտեմ էլի ո՞ւմ։ Ու սա նշանակում է, որ այդ 50%-ից ավելին, դա էլ է պարզ մաթեմա, չէ՞, որ այն մնացածին դեմ են։ Այսինքն բոլորին դեմ են այդ նախքին ղեկավարին։ Այստեղ այո, մենք ունենք շատ ծանր աշխատանք, ես չեմ ասում այդ ձայները մերն է կամ ընդդիմադիր։ Ամեն իրանք այդ չեկողների վտանգն են։ Այո, հիմա հենց այդ է, այդտեղ եմ ասում, մենք մեծ աշխատանք ունենք անելու, բայց այն որ ասում առաջի քայլը արված է։ Հասարակության մեծ մասը ասել է մենք այս իշխանությունները չենք ուզում լինի, նախկինները չենք ուզում լինի, բայց հələ չգիտենք ում ենք ուզում, բայց ձեզ չենք վստահում։ Այսինքն մենք ստեղ մեծ աշխատանք ունենք անելու։ Այդ աշխատանքը եթե հաջողի, հնարավոր է իշխանապողություն անել։ Մենք գնում ենք այդ ճանապարհով, նենց չի որ ցենց ասում ենք դե լավ, եթե մարդիկ Նիկոլին չեն ընտրում, նախկիններին չեն ընտրում, գալու են մեզ ընտրեն։ Չէ, այտենց պատրանքներ չունենք։ Ասում ենք մենք այդ մարդկանց հետ պետք է մեծ աշխատանք անենք։ Հիմա խորհրդարանական ընդդիմությունը նախկին իշխանությունները ներկայացված են պարլամենտում, որը արդեն որոշակի կարգավիճակ է, որոշակի ռեսուրս է։ Բնական է, որ այդ մարդիկ ունեն որոշակի ռեյտինգ, չեն կարող չունենալ։ Ես հակված չեմ այն մտքին, որ ասեմ այս իշխանությունները ռեյտինգ չունեն, նախկին նախագահները ռեյտինգ չունեն, հասարակությունը բազմա կարծիք է, հա, այտենց միանման չի, ամեն մարդ բոլոր միջավայրերում ընտրությունների տարբեր մոտիվներ ունի, հա, որ հիմա հարցնենք էլ ամեն մեկը տարբեր պատճառով ընտրում, չէ՞, հիմա քաղաքական, մեկը կարա իմիջային, մեկը կարա անունը դուր գա, մեկը ինադու, հա, մեկին դեմ կարա լինի, հետեւաբար ասել, որ այ ընտրության ճիշտ գործիքները սրանք են, հա, այս սրա համար պետքա սրան ընտրեք, չընտրեք, տենց չի։ Իսկն հա, ասենք 20 տարեկան ուսանողը, մեկը 70 տարեկան թոշակառուն գյուղում ապրող, այլ պատկերացումներ ունեն, այլ սպասումներ ունեն, ոչ միայն քաղաքական դաշտից, իրենց կյանքից, հետեւաբար գտնվելով տարբեր ստարտային վիճակներում, մարդիկ նաև տարբեր ձևով են ընտրություն կատարում ու ասել, որ միայն այս քաղաքական գործիքակազմը, հա, այս ճշմարտությունները, հա, պատերազմ, Արցախ եւ այլն, այս սա է միայն մարդկանց կարևոր թեզերը, որով պետք է ընտրել, այդպես չի։ Այո, իշխանություններն, նախկին իշխանություններն իրենց վարկանիշն ունեն, բնական ընտրություններին ձայներ են հավաքելու, ենթադրաբար ներկայացված են լինելու խորհրդարանում։ Հիմա մեր նպատակը նա է, որ ԿՊ-ն չունենա մեծամասնություն եւ խորհրդարանում հայտնված մնացած ուժերի հետ այդ մաթեմի լեզվով ասած հնարավոր լինի ավելի շատ ձայներ հավաքել, քան ԿՊ-ն ու գնալ այդ ճանապարհով իշխանապողության։ Ասում եք, որ այդ չկողմնորոշվածների հարցում մեծ աշխատանք կա անելու ու դե ժամանակը քիչ է մնացել, բայց ես չեմ զգում, որ դուք աշխատում եք, այսինքն այդպես ակտիվ դեր գրաված եք։ Մի տեսակ այդ հրատապությունը կարծես չկա։ Ինչը տեղերում եք այդ մի քանի համայնքներում, որտեղ կաք թե ինչ որ այդպես անընդհատ երրացող ինչ որ մի բան կա, որ ուղղակի ես չեմ տենում այս պահին գնացող։ Թեպետ կուսակցության աշխատանքները բաժանենք երկու մասի, հա, ներքին ոչ հրապարակային ու հրապարակային։ Հիմա
Այն որ աշխատում ենք, նաև շատ կարևոր է որ նշեցինք այդ թե ինչ ենք ասելու հասարակությանը, ուսումնասիրում ենք այս իշխանության բացերը, տված չկատարած խոստումները ոչ միայն Արցախի մասին, մարդիկ խոստացել էին աղքատությունը 2 անգամ կրճատել, մնացել է նույն մակարդակի։ Այդ հաստատ ոչ Ռուսաստանն է մեղավորը, ոչ Ամերիկան է մեղավոր, չէ՞, բայց շատ կարևոր հարց է, այսինքն Հայաստանում շարունակում է 25% աղքատություն մնալ։ Ընդ որում վերջի տարիներին տարբեր օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով հնայի աճը պլանավորվածից էլ մի փոքր շատ է եղել, այսինքն նշ չի որ տնտեսական ճգնաժամի մեջ էինք հայտնվել, հələ ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ այսպես ասած, տնտեսությունը աճել է, լավ, համարենք իրանց շնորհիվ աճը, բայց այդ աճը չի բերում աղքատության կրճատման, այսինքն մենք մեծ աշխատանք ենք կատարում ծրագրային, մարզերում ենք աշխատում թիմակիցների, հիմա նաև մեդիա տեսանկյունից կարող է տենց շատ հետաքրքիր իրադարձություններ չի այդ աշխատանքը դրա համար նաև կարող է մեր թեյացումն է շատ չի լուսաբանվում այդ տեսանկյունից աշխատանք ունենք անելու նաև հանրության հետ իհարկե ունենք հուսով եմ որ առաջիկայում ավելի շատ ակտիվություն կլինի եւ ավելի շատ կտեսնենք մեզ հիմա այս պահին նաև այսպես ասած տնային աշխատանքն ենք անում հա որ գնալ հանրության հետ ինչ խոսել հանրությանը ինչ ներկայացնել ոչ թե ուղղակի գնալ ասել են որ Նիկոլը պետքա գնա մարդիկ ասում են հա գիտենք հետո հա ինչն եք այլ կերպ ասում հա այդ գիտենք որ գնալ ասել Արցախը Նիկոլը հանձնել ասում հա գիտենք նախկինները թալանչի են հա գիտենք այսինքն հետաբար միայն այդ ասելով չի այսինքն դու չպետք է գնաս մարդկանց հետ խոսած մի բան որ մարդիկ գիտեն այսօր չկա այս իշխանության մասին նախկին իշխանությունների մասին մի սենսացիոն բացահայտում որ հասարակության ճնշող մեծամասնությունը չգիտի այսինքն չի կարելի անընդհատ գնալ խոսալ այս իշխանությունների թերություններից։ Դե հենց դա կարող է ճիշտ է հակառակ մոտեցում անեք շրջանառության հարկը բարձրացրեցին, ունեցեք ձեր հարկային ծրագիրը, որով բիզնեսների հետ կհանդիպեք։ Ես օրինակ կարդում եմ, որ իրանք շուտ իջմիացնում էին այս վերջերս բիզնեսների հետ հանդիպում։ Այդ նույն բանը տանել, որովհետև բիզնեսը ինքը շատ ռացիոնալ ընտրազանգված է, եթե իրատեսական, չգիտեմ, ներկրման, արտահանման ավելի բարձեցված, լավ, հեշտ պայմաններ առաջարկվում, մարդիկ պատճառ չունեն չընտրելու այդ ուժին, բացի նրանից, որ կարող մտածեն չի անցնի, էլի, հա։ 3 բլոկ կա, հա, անվտանգություն, արտաքին քաղաքականություն, մեկ է ներքին, հա, տնտեսություն, սոցիալական, այսինքն մարդը, հա, մարդու մասին։ Ներքին անվտանգություն, որ հաղորդման սկզբում երկար խոսեցինք, այդ մասին է առողջապահություն, կրթություն, ենթակառուցվածքներ, միջավ, այսինքն մարդը ինչ է ուզում, մարդը ուզում է լավ ապրի։ Այսինքն պետք է ունենա լավ ապրելու երկիր մարդկանց համար։ Այսինքն լինի, այսինքն խաղաղություն, Սկացիր, լավ ապրելու լավ ապրել, այսինքն մարդկանց համար լինի մարդիկ դա են ուզում։ Այսինքն անընդհատ պետք չի հասարակությանը բերել են ծայրահեղ քաղաքական օրակարգին, հա, ասենք այդ համաշխարհային գլոբալ հարցերի շրջանակներում անընդհատ մարդկանց տանջել այդ կյանքի մահվան պայքար չի կարող էլի անընդհատ մարդը ինչա մարդ ուզում է ստանալ լավ կրթություն, ունենա հասանելի առողջապահություն, լավ միջավայր կարողանա բիզնես անի, աշխատի ինքը իր ընտանիքը իր միջավայրը լավ ապրի, ինքն էլ հասարակության համար պիտանի դառնա։ Այսինքն մեր ծրագիրը լինելու է նաև այդ մասին, որ նենց անենք, որ մարդիկ իրենք ուզենան, որ Հայաստանում ապրեն ու աշխատեն, ստեղծագործեն, պարզ հասկանալի ձևով։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք անում, ուսում նաև ձեր այդ առաջիկա հետագա նաև նախընտրական փուլում դրանից առաջ է ավելի մանրամասն այս մասին կզրուցենք։ Մենք հետևելու ենք ձեզ, ոնց որ իմացեք, որ Վերջի հարցն էլ կապված ՄԱԿ-ում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպես գերիներ բառին այդպես շատ այս մի հատ ձևակերպում տվեց անազատության մեջ բաղուանին ինչ առաջընթաց կա Ռուբեն Վարդանյանի հետ կապված մեր մնացած գերիների հետ կապված ինչ աշխատանք է տարվում արդյոք այն ամենօրյա աշխատանքը որ անդադ այդպես աֆիշայի պես ասվում է որ տարվում է արդյոք դուք տեսնում եք որ այդ աշխատանքը տարվում է Գեյների արկայությունը Բաքվի բանտերում մեր բոլորիս արժանապատվության հարցն է, նաև պետության համար պետք է դառնա արտաքին քաղաքական գերակայություն, ընդ որում բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից եւ Արցախից մենք ունենք գերիներ, որոնք Բաքվի բանտում են արդեն 5 տարի 20 թվականից սկսած, ընդհանուր 23 հոգի, որոնցից 5-ը արդեն դատապարտվել են, 5-ը դատապարտվել են 15-ից 20 տարի ու այդ ուղղությամբ երբ որ նայում ենք Բաքվում տեղ ունեցող դատավարությունները ուղղակի խայտառակություն են, այսինքն մեղադրանքները, որոնք առաջադրվել են, նույնիսկ չեն նկարում այդ իրականության հետ որևէ մոտիկ ինչ-որ բան հնարավորն է Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամանակ մարդիկ գալիս ինչ-որ ցուցմունք են տալիս, որ ասենք 92 թվականին ինչ-որ տեղ վիրավորում են ստացել, էլի կամ ինչ-որ ամենաաբսուրդը եղել էր, որ ինչ-որ մեկը
ականի վրա պայթել էր 2024 թվականին, երբ Ռուբեն Վարդանյանը արդեն 1 տարի է բաքվել, Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ տեղադրված ականներ, ինչ-որ գալիս են ցուցմունք են տալիս, որ այնց հատվածներում են ինչ-որ միջադեպեր եղել, որը դրանք բարձում ասենք Արցախինն են եղել մինչև 20 թվականին, այսինքն այնքան խայտառակ է, որ այդ դատավարությունը նայում ես, որ ուղղակի այս Ալիևի նպատակը լինելու այդ մարդկանց դատել։ Այսինքն դատավարությունը որևիցե բանի մասին չի, բայց դատավարության ամբողջ ընթացքում կարմիր թելով գնում է Հայաստանի դեմ մեղադրանքները որպես պետություն։ Այսինքն Արցախի պետության մասին բնական է խոսք չկա իրենց կողմից, այսինքն սա Հայաստանի կողմից կազմակերպված հանցագործություն, այնտեղ վնասներ, հաշվարկներ եւ այլն, ու ես չեմ բացառում, որ ինչ որ մի պահի ինչքան էլ հիմա այս խաղաղության մթնոլորտը կա, թեև Ալիևի հակահայկական հռետորաբանությունը չի վերացել, չեմ բացառում, որ մի օր սա Հայաստանի դեմ էլ կարա այս ամեն ինչը լինի։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների գործողություններին։ Գիտեք, սա այն հարցն է, որ կուզենամ, որ մեր այն մտահոգությունը, որ Հայաստանի իշխանությունները չեն զբաղվում, այդտեղ ես սխալվեմ ու համարեմ, որ նրանք այո օր ու գիշեր զբաղվում են ու ես սխալ եմ մտածում կամ սխալ տեղեկություններ ունենք, որ տարբեր տեղերից ստանում ենք, որը չենք կարող հրապարակել, համարենք սխալվում ենք, ես նաև ներողություն կխնդրեմ, որ այո Հայաստանի իշխանությունները հետո ոչ միայն գերիներին վերադարձնեն, այլ նաև ցույց տան, թե ինչ մեծ աշխատանք են տարել գաղտնի, որի մասին չգիտենք, բայց եթե գանք այդ թեզին, որ Հայաստանի իշխանությունները ամբողջ օրը զբաղվում են, որը իրենց գործառույթն է, չի ստացվում։ Այսինքն իշխանությունը իր պարտականությունը չի կարողանում կատարել, չէ՞, այսինքն սա էլ է արդեն խայտառակություն։ Էլ չասած, որ մենք տեսնում ենք, որ բացառիկ շանսեր ա եղել։ Երբ որ նույն օգոստոսի 8-ին Թրամփի հետ համատեղ այդ արարողությունը, որի մեջ կար նաև մեծ հատենց PR կոմպոնենտ, նաև Թրամփի այդ վարկագիծը հաշվի առնելով, սա բացառիկ շանսեր, ես վստահ եմ գերիների հարցը նաև տեղում լուծելու։ Այսինքն դա չէր դառնալու այն կետը, որ այդ ամեն ինչը փլուզվեր, հա, այսինքն որ տենց Թրամփը ուզում էր ամեն ձև այդ խաղաղությունը, այդ պայմանագիրը ստորագրեր, այդ մթնոլորտը ունենար, միանշանակ, եթե Հայաստանի իշխանությունները պնդեր գերիների վերադարձ, գոնե մի մասի վերադարձ, այդ պահին հրապարակային, հա, չգիտեմ, նաև դա ցուցադրական անային, վստահ եմ, որ կարելի էր արձանագրել այդ հաջողությունը։ Բացի այն սաղ աշխարհը 15 րոպե նայում էր այս մեր կոնֆլիկտին, գոնե լավ կարմիր խաչը վերադառնա, որտեղ այդ պահին, հա, այդ պահին անհավանական բան չի էլի, այդ պահին, որ Փաշինյանը ասեր, խնդրում եմ գերիների վերադարձով զբաղվեք, չեմ կարծում Թրամփն ասեր, չէ, չենք ուղիղ եթերում ասել էր, չէ, չենք զբաղվելու այդ հարցով, էլի ասել զբաղվեք, խնդրում եմ զբաղվեք, հենց հիմա ստորագրեմ։ Այսինքն այդ մասով մենք տեսնում ենք, որ աշխատանքները իրենց արդյունքը չեն տալիս, առնվազն իմիտացիա է, որովհետև ինչ պետք է անել։ Նայեք, եթե կան այլ խնդիրներ, հա, նույն ընդունենք սահմանազատման հարց կա, որը երկկողմանի է, հա, կա ինչ-որ ճանապարհների բացման հարց, ունիքի ճանապարհ, որը բոլորը կարան տարբեր ինֆորմացիա ունենալով տարբեր կարծիքներ ունենան, չէ՞, խոսքը գերտերությունների, միջազգային կառույցների, այսինքն չկա այդպես բացառիկ ճշմարտություն, չէ, ասես այս սահմանը ստեղով է անցնում, ընդեղով է, կարան մարդիկ նույն սխալ ինֆորմացիայի հիման վրա այլ դիրքորոշում ունենան։ Բայց գերիների հարցով միանշանակ է փաստը։ Իսկն Ադրբեջանը երբեք չի ասում, որ Հայաստանում գերիներ կան, այսինքն սա միակողմանի ակնհայտ մարդասիրական խնդիր է։ Հետևաբար այստեղ չի եմրս մաս այն խնդիրը չի, որ գնաս ինչ որ մեկին ապացուցես, որ այն ջերմուկի տարածքը մերն է, Ադրբեջանը ասում է, չէ, հələ սահմանազատում կանենք, իմանանք։ Այսինքն սա միանշանակ ակնհայտ խնդիր է։ Իսկ սա միջազգային հանրության խնդիրը, նաև հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին չէ, ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող խնդիր է գերիների առկայությունը։ Հետաբար այս ուղղությամբ հաջողության չհասնել, իհարկե դիմացը Ալիևն է, ես չեմ ասում, որ շատ հեշտ է տենց մի ժամում գերիներին ազատել, հա, չենք մոռանում ում այդ գործ ունենք, անկախ նրանից տեղով է իշխանություն։ Սա Ալիևի կողմից կազմակերպված է այս ամեն ինչը։ Հետևաբար ես չեմ ասում մյուս կողմից էլ որ տենց հեշտ է, բայց չաշխատել գերտերությունների հետ ուղղակի անընդունելի է եւ կարծում եմ, որ իշխանությունները ամեն ինչ պետք է անեն ու ոչ միայն խոսքը Ռուբեն Վարդանի մասին է, այնտեղ բոլորը մեր հայրենակիցներն են ու նաև շատ բան չենք կարող հրապարակել, բայց մենք էլ փորձում ենք մեր հնարավորություններով, նաև միջազգային գործընկերների հետ աշխատելով ցանկացած մեր հայրենակցի վերադարձի ուղղությամբ աշխատենք։ Հուսով ենք, որ մեր հայրենակիցները օր առաջ կվերադառնան
որը իրական խաղաղության համար կարա հիմք հանդիսանա։ Հա, որտեղ իշխանը հիասթափված են այդ միջազգային կառույցներից, բոլորս ենք հիասթափվել, բայց ինձ թվում է այդպես անհավանական պահանջ չի էլի, որ Կարմիր խաչը ներկա լինի այդ երկրում, որտեղ եթե վերցնենք երկրների ցուցակ, որտեղ չկա Կարմիր խաչը, ինչ որ կսկսի տենց Հյուսիսային Կորեայից, ասես մի հատ յուրահատուկ ակումբ բաղել։ Կարմիր խաչն չէ, այնտեղ ասում եմ բոլորը գերտերությունները առնվազն դեսպանատներ ունեն այնտեղ։ ՄԱԿ-ը, միջազգային այլ կառույցներ կա, հարցը մենակ թող իրան գնան այցելեն։ Ոնց կարելի է չգործադրել էլի, շատ པարզ ու միանշանակ հարցերով։ Նույնս պատրանքին է չգնանք, այսօր ցավոք այդ մարդու իրավունքները ժողովրդավարությունը իրականության հետ որևէ աղերս չունի ու այսօր տեսնում ենք, որ բռնապետական լավ բազմիցս առիթներ ա եղել նաև տենց դիվանագետների միջազգային գործընկերների հետ խոսել, ասում եմ, հələ եկեք լավ, այս գերիների հարցը դնենք մի կողմ, Արցախի էթնիկ զտումը դնենք մի կողմ, լավ, չկա այդ հայկականությունը, հայ-ադրբեջանական հարաբերությունը, Ադրբեջանը որպես պետություն, ձեր համար տենց ընկալելի է, հա, գործընկեր, հա, քանի գազամատը։ Հա, այսինքն այնտեղ մարդու իրավունքները, բանտերում ադրբեջանցիների առկայությունը, այդ բռնապետական կառավարման համակարգը, այս ինչ ձև եք դուք վերաբերվում, էլի Ադրբեջանին որպես գործընկեր։ Այսինքն լավ Հայաստանը մի կողմ, լավ թքած ունեք մեր վրա հայերի վրա, այսինքն որևիցե պատժամիջոց չի հասնում Ադրբեջանին մարդու իրավունքների խախտման համար, հա, իա ներքին խնդիրների համար։ Երբ որ նայում ես այսօր աշխարհում շահը գերակայում է ու ցանկացած process կարելի է համարել բռնապետություն կամ ժողովրդավարություն։ Լավ, դե նորից ասեմ, որ մենք հետևում ենք ձեզ եւ ձեր ամեն հաջողությանը սպասում ենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Մեսրոպ Արաքելյանն էր մեր հյուրը, ապրելու երկիր կուսակցության համայնքներ, հետևեք, բաժանորդագրվեք ալիքին, կոմենտներում արտահայտվեք եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։